քիչ ավելի անպատասխանատու, մի քիչ դալի-դոլի սերունդ են։ Մեր ասենց համբավը մի քիչ ընկավ։ Լիքը թեմաներ կար, որ նույնիսկ մտքներովս չեր անցնի, սկսեինք այդ զրույցը մեր ծնողի հետ։ Չէ, ես համաձայն չեմ։ Ձեր տեսած տրավմաները այս սերնդի տրավմաների համեմատ 0 են, խաղուպար են։ Տոքսիկ եմ ես։ Այս որն է այդ փողջիչումը, որ ես իրան սենց չանի։ Ասում եք ավելի մեծ սերունդ է, ով է այդ մարդը։ Մենք, գորմենք։ Եթերում Monk 3 YouTube-յան ալիքն է, ես Եգոր Գլումովն եմ, սա Գլումով տրիպտիխն է եւ այսօր մենք խոսելու ենք փաստորեն մեր ներկայի եւ ապագայի մասին։ Հայրեր եւ որդիներ, սերունդների բախում, նոր սերունդ, Generation Z, տարբեր խնդիրներ, տարբեր խնդիրներ, բարև ձեզ։ Իմ այսօրվա հյուրերն են Գայանեն, Գոհարը եւ Ջելկան։ Ջելկա, ձեր անձնագրում գրած է Ջելկա։ Ոչ, անձնագրում գրված է Անժելիկա։ Ձեզ դուր չի գալ ձեր անունը։ Չէ, շատ եմ սիրում իմ անունը։ Նույնիսկ երբեմն երբ ծանոթանում եմ, ասում եմ, որ դուք կարող եք ինձ դիմել եւ Անժելիկա եւ Ջելկա, բայց օրինակ իմ աշխատանքային մասնագիտության մեջ հանդես եմ գալիս որպես Ջելկա, որովհետեւ այդ անգլերեն Անժելիկա, Ջելիկա փոխել եք Ջելկա։ Okay, հասկացա։ Հիմա ստացվում է այնպես, որ ես Գոհարը եւ Գայանեն ընդդեմ Ջելկայի, հա, այդպես է։ Բայց ինչի ընդդեմ, հանուն Ջելկա։ Միգուցե սա դիվանագիտական քայլ է։ Միգուցե, այո։ Ես այսօր շատ պարտավորեցնող, որովհետեւ զգում եմ իր Gen Z հյուպատոս ներկայացուցիչ։ Եկել եմ զես նստել եմ։ Իսկ ինչ է դա առհասարակայի Gen Z։ Հələ պատմեք երկու բառով։ Gen Z 1997-ից մինչև 2012 թվականին ծնված Մարդիկ։ Սիրելի մարդիկ են, այո։ 97-ից մինչև 2012։ Իսկ 12-ից հետո որ Gen-ն է գալիս։ Ալֆա սերունդն է գալիս։ Ուզում հասկանամ, դա ինչ է առհասարակ, ինչի հետ է կապված։ կլասիֆիկացիա են, էլի։ Մեզ ճանաչում են ինչ որ հատուկ բաներով, ինչ որ բաներ, որոնք հատկանշական են միայն Gen Z-ներին։ Օրինակ, ելկամ։ Ես ուսումնասիրում, ուզում հասկանամ, որտեղ է ձեր նիմբը օրինակ կամ թևեր ունեք միգուցե։ Օրինակ, Չէ, ես պատասխանեմ մեծ եւ օրինակ շատ աշխատանքի էթիկայի մասին զրույցները մեր սերնդի, որ օրինակ մենք չենք սիրում 9-ից 6 աշխատանքը։ Առավոտվայինից մինչև երեկո։ Իսկ ով է սիրում։ Չգիտեմ, միգուցե ձեր սերունդը։ Չէ, մեր սերունդն է չի սիրում, բայց մեր սերունդը պատասխանատվության ավելի շատ բարձր զգացում ունի։ Դրա համար ես աշխատել եմ համ Gen Z-ների հետ, համ աշխատել եմ տարբեր generation-ների հետ, այսպես ու մինչ այդ անկեղծ եմ ասում, մինչև Gen Z-ների հետ ծանոթանալ, իսկ ես իրենց հետ շատ մոտ ծանոթացա, երբ ընդունվեցի 46 տարեկանում երկրորդ անգամ մագիստրատուրայի, գնացի Թբիլիսի սովորելու, Վրաստանում սովորելու ու Gen Z-ների հետ էի սրում, սկզբում իրանք ասում էին Այս ծոցյանով որ եկել է, հավը շատ ծաղալու դեպք կար, մեքենայի մեջ երբ որ իրանց հետ գնում էի, իրանք չաթով ինձանից բամբասում էին։ Ես հետո եմ էլի իմացել, իրանք չաթով ինձանից բամբասում են, այս ծոցի հետ ինչ ենք սովորելու, բայց հետո մենք դարձանք տենց շատ մոտ ընկերներ։ Մերվեցինք, համիջև այդ ես մտածում եի, որ իրանք տենց մի քիչ ավելի անպատասխանատու, մի քիչ դալի-դոլի սերունդ են։ Բայց իրանց հետ մոտիկ ինչերեն ձեր մասին խոսում եմ։ Այո։ Հա, դա այդ միֆերի տակ էի մնացել կներեք։ Հետո երբ ես ավելի մոտիկից տենց իրենց հետ շփվեցի, հասկացա, որ իրենք շատ հետաքրքիր, շատ ստեղծագործ, շատ խոցելի սերունդ են, իսկապես խոցելի են։ Իրենք թվում է թե տենց ավելի մենք ավելի սենց կրուտո ենք, ավելի ուժ ենք, բայց շատ խոցելի են, որովհետև մեր սերունդը մենք չենք ունեցել սոցիալական ճնշումները, որը այսօր սոցիալական ցանցերը դրել են այդ ամբողջ այս Gen Z-ների վրա, որտեղ իրենք մտնում են, տեսնում են, այս հաջողից մի բլոգերը չգիտեմ ինչ արեն, մի բլոգերը 16 տարեկանում տունը առեմ, դա հսկայական ճնշում է ու հոգեբանական լուրջ խնդիրների առջև է կանգնեցնում իրենց։ Դրա համար իրենք շատ ավելի խոցելի են, քան մենք։ Մենք ավելի տենց դիմացկ ունենք, այն որ տեսել ենք էլի պատերազմ ենք տեսել, ինչ ասես տեսել ենք, ամեն ինչ տեսել ենք։ Իրանք ավելի այդ առումով խոցելի են, բայց շատ ստեղծագործ են, շատ ավելի բարի են, ալտրուիստ են, շատ ավելի տոլերանտ են, քան մեր սերունդը։ Իրենք բոլոր տեսակի մարդկանց ու բոլոր տեսակի երևույթներին շատ ավելի տոլերանտ մոտեցում են ցուցաբերում, քան մենք։ Ասենք նույն ռասիզմի, նույն բանի դրսևորման, իրան իսկապես դա իրանց, ասենք ոչ թե այն ձևական, որ դա ռասիզմ է, դա մարդ։ Իրանք տենց են մտածում, որովհետև իրանք չեն տեսել, իրանք ավելի ազատության, անկախության սերունդ են։ Ու մի կարևոր ասպեկտ, իրենք մեզնից, մեր սերնդից ավելի ասեքսուալ են։
ինչ առումով մեր ժամանակ ոնց էր կհիշես speed info-ով էինք իմանում ինֆորմացիան զարգացման մասին, սեռական կրթություն չկար, ասենց մենք ավելի ագրեսիվ էինք այդ առումով, ավելի սենց բան էինք։ Այս սերունդը շատ է տեսել, շատ է լսել, շատ է կարդացել։ Իրենց համար այդ սեքսը երկրորդ պլան է գնացել, իրենց համար ավելի կարևոր է։ Որովհետև իրենց համար այդ ամենը запретный плод ոնց է։ Չի, արգելված պտուղ չի, իրանք դա տեսել են, լսել են, ու իրենք հարաբերությունների մեջ չեն մտնում զուտ սեքսի համար։ Իրենք մտնում են հարաբերությունների մեջ ավելի որ ընկեր, հոգևոր կապի համար։ Իսկ մեր սերնդի մոտ այդ ադրենալինը, այդ արգելված պտուղը, այդ նոր գնանք այս սրանը կպսենք, չկա, իրենց մոտ այդ չկա։ Ինչ որ առումով դա դրական է, որ իրանք այդ պահը չկա, բայց մյուս կողմից ավելի այդ առումով պակասում ադրենալինը մոտիվացիան։ Դա որովհետև այդ ագրեսիան բերում է գիտենք։ Ամեն ինչ Գոհար Չոչյան ճիշտ է ասում։ Դե շատ հետաքրքիր էր կողքից լսել ու կարծում ես օրինակ միշտ շատ լավ եմ նայում սենց առողջ քննարկումներին, որտեղ մեր սերնդի մասին սենց շատ հետաքրքիր բաներ եմ լսում, որտեղ շատ հաճախ ցավոք ես ավելի բացասականն եմ լսում, օրինակ ամենամեծ խնդիրը միշտ եղել է համալսարանում, որովհետև օրինակ դասախոսներն էին շատ խիստ խոսում մեր սերնդի մասին, ձեր սերունդը շատ տարբեր է, դուք չեք սիրում սովորել, չեք սիրում հետաքրքրվել, բայց խնդիրը իմ կարծիքով նրանում էր, որ համալսարան էին գալիս մարդիկ, որոնք սերունդ նույն ձև էին կրթել, ոչինչ չէր փոխվել, ու իրանք ուզում էին, որ մեր սերունդն էլ հարմարվի դրան, բայց մեր սերունդը մի քիչ ակտիվիստ է, մի քիչ մտածում ենք, որ թե ինչ-որ բանը չի համապատասխանում, միգուցե կլինեն ճանապարհներ, որ դրանք կարելի է փոխել զրույցի միջոցով, այլ ոչ թե ինչ-որ ագրեսիվ պատասխան տալ ամեն ինչին, ու դրա համար մեր սենց համբավը մի քիչ ընկավ, որպես առաջին սերունդ, որը խոսում է խնդիրների մասին, նույնիսկ համացանցում, որովհետև այդ բլոգեր ինֆլուենսերական աշխարհում մենք սենց առաջին սերունդն էինք, որ մտանք, վերցրեցինք հեռախոսն ու սկսեցինք զրուցել խնդիրների մասին։ Ու դրա համար մենք մի քիչ ի տարբերություն մեր ծնողների սերնդի տարբերություն տեսան մեր մեջ, որ տեսեք, իրենք խոսում են, իրենք չեն ամաչում ինչ-որ թեմաներից բարձրացնել, բայց հետո դա նորմալիզացվեց, որ շատ նորմալ է օրինակ խոսել, որ առանձին ապրելը նորմալ երևույթ է։ Կարելի է խոսել ու բարձրացնել այդ խնդրի մասին ու ծնողների հետ քննարկումներ տանել ու հասկանալ, որ երբ մարդը հասնում է ինչ-որ տարիքի, ինքը պետք է գնա ու ապրի առանձին։ Եթե կարողանում է ինքը իր գլուխը պահել։ Այո, դա պայմաններից մեկը պետք է, ոչ թե առանձին, բայց ծնողների վզին։ Հա։ Ես հիմա չեմ ժպտում այդպես բարի ժպիտով, որտեվ այն ինչ որ դուք ասում եք, եւ եթե ձեզ թվում է, որ դուք եք այդ սերունդը, որ եկել էր համալսարան եւ մենք էլ մեր ժամանակ նույն բանն էինք ասում։ Ուղղակի մենք դա ասում ենք 1990 թվականին, իսկ դուք դա ասում եք։ Ու մեր դասախոսներն էլ մեզ էին ասում, որ այս սերունդը լավ սերունդ չի, տարբերվում է, չի ուզում սովորի, չի սիրում սովորել։ Ինձ թվում է իսկականից ամեն սերնդի հետ էս ամենը կատարվում է, որովհետեւ տարբերվում ես նախկինից ու դուր չի գալիս մեծերին։ Ունակ ինձ դες չի թվում, որ նույն բոլոր սերնդերի հետ նույն բանն է լինում։ Ինչու՞։ Չէ, ես համաձայն չեմ։ Ինձ թվում է յուրաքանչյուր սերունդ ունի իր դժվարությունը։ Ու հենց այդ մի քիչ թերագնահատում է այդ ամեն ինչը, էլի։ Որն է ձեր սերնդի դժվարությունը, ըստ ձեզ։ Զրույցներ բացելը, ավելի մեծ սերնդների հետ զիջումների գալը, ինչ որ զրույցներում, երբ որ մենք ենք զիջում, օրինակ, շատ հաճախ ավելի մեծ սերունդը չի զիջում, չի հասկանում դրան։ Այդ որ ասում եք ավելի մեծ սերունդ, այդ ով է այդ մարդիկ։ Մենք, գոր, մենք։ Հիմա դուք եկել եք զրուցելու։ Ինչու՞մ մենք ձեզ չենք զիջում, օրինակ, ում հետ եք զրուցել, որ չի զիջել ձեզ։ Դա ավտոբուսի վարորդը չի զիջել։ Դե օրինակ Հայաստանում հարաբերությունների թեմայից երբ խոսեցինք, ամուսնության թեմայից, նորմալ չեն համարում, երբ օրինակ դե ես որպես աղջիկ եմ ասում իմ տեսանկյունից, որ աղջիկը կարող է օրինակ չամուսնանալ կամ կողակից չունենալ 24-25 տարեկանում։ Հա, այդ զրույցը դեռ մնացել է այն շրջանում, որ չէ, հարկավոր է, դա պարտադիր պայման է։ Իսկ իմ համար դա շատ անհասկանալի է մեր սերնդի համար։ Ամբողջ սերնդի համար։ Հա, իհարկե, որովհետև այս զրույցները ես ամենտեղ եմ ունենում, ոչ թե մի շատանա, բա ինչ, բա մտածում եմ, բայց այդ ազգի շատանալու պարտավորությունը հենց այդ սերնդի։ Չէ, ես իմ վրան եմ վերցրել, ես ունեցել եմ 4 երեխա։ 4 անգամ վերցրել եմ։ Հիմա ուզում եմ, որ իմ երեխաներն էլ ամուսնանան։ Շատ լավ, այդ յուրաքանչյուր հանձի ինքնուրույն պատասխանատվությունը պետք է լինի, ոչ թե սենց մի հատ սերունդ ասեն դե դուք պարտավորությունը թողնում ենք ձեզ վրա։ Դա իմ կարծիքով դա նորմալ չի։ Так, էլ ինչ պրետենզիաներ ունեք։ Էլ որտեղ ենք ձեզ նեղացնում։ Ինձ օրինակ շատ ավելի հետաքրքիր իրանց տեսանկյունը։ Իրենք մտածում են, որ
Իրենք մտածում են, որ օրինակ մեր սերնդի հետ ինչ որ զրույցներ կան, որոնք կոնֆլիկտային են կամ դժվար են։ Օրինակ եղել է նմանատիպ զրույց, որը դժվար է եղել Generation Z-ի հետ։ Համեմատում եմ հիմա Ջոլկա ջան, որ ասացիր, որ զրույց բացել մեծ սերնդի հետ բարդ է ու համաձայնության գալ բարդ է։ Մենք լիքը թեմաներ կար, որ նույնիսկ մտքներովս չէր անցնի սկսեինք այդ զրույցը մեր ծնողի հետ։ Օրինակ 18 տարեկան եմ գնում եմ առանձին ապրելու, այսինքն մեկնումեկս տենց բան մեր ծնողին կարար առաջարկեր, չէ, կային ինչ որ բաներ, որտեղ դու գիտեիր, որ դու համաձայնության միևնույնը չես գալու ու ոչ էլ բացում էիր այդ զրույցը, իսկ դուք այդ հնարավորությունը ունեք ու հիմա շատ մեր տարիքի մարդիկ շատ ավելի բաց են նման թեմաների համար եւ իրանց երեխաների համար շատ ավելի բարենպաստ հող են ստեղծում ջենզիություն անելու որը շատ լավ է իմ 5 երեխաներից 4-ը ջենզի են այնպես որ շատ լավ 5-րդը ալֆա է արդեն չէ առաջինը մերոնցից է 95 թվականին դինոզավրը եկեք մի բան հասկանանք աշխարհը փոխում է անդադ Եվ դա նենց չի, որ վերջի 10 տարվա մեջ է սկսել փոխվել, անդադ փոխվում է, ուղղակի պարզա, որ երբ որ էլեկտրականությունը ի հայտ եկավ, շատ ավելի արագ սկսեց այդ ամենը փոխվել, ինտերնետը երբ որ եկավ, էլ ավելի արագ, այդպես է, արագանում է պատմությունը, կյանքը, բայց միշտ խնդիրը եղել է։ Սերունդները ի վերջո գալիս են ինչ-որ եզրակացությանը, որը որ մի կողմից ձեռ է տալի ավակ սերնդին, մյուս կողմից ձեռ է տալիս ներքևի երիտասարդ սերնդին, ներքևի տարիքային, այո, տարիքով ներքևի։ Հիմա կոմպրոմիսները կարծես թե մի կողմից Գայանի հետ համաձայն են, որ շատ ավելի հնարավորություններ կոմպրոմիսի լայնացել են, բայց նաև բախումներն են շատացել։ Ինչի հետ է կապված դա։ Ձեր ներքին աշխարհի, ձեր ազատության, սոցցանցերի։ Ես ավելի շատ այդ ամենը կապում եմ մի քիչ հասարակության հետ։ Կարծում եմ այդ յուրաքանչյուր բոլոր տեղերում չի ջենզիները իրար նման են։ Ունեք ես չեմ կարծում, որ բոլոր երկրների ջենզիները ունեն ինչ-որ կետ, որտեղ իրանք բոլորը միանման են։ Իսկ թվում է այդ ամենի վրա շատ մեծ ազդեցություն ունի հասարակությունը։ Այսինքն ինչ արձագանք է տալիս դրան հասարակությունը։ Ոնց է այդ կոնֆլիկտային զրույցներին կարողանում անդրադառնալ հասարակությունը։ Օրինակ վերջերս ինչ-որ մեկը էլի Ջենզի մեր սերնդից վիդեո էր արել ու խոսում էր նրա մասին, թե ոնց է ինքը թաքցրել, օրինակ որ գնում է հոկեբանի մոտ, որովհետև իր ծնողները շատ վատ են վերաբերվում դրան ու կարծում են, որ օրինակ հոկեբանի մոտ պետք է գնալ միայն հոգեկան շեղվածություն ունեցող, այսինքն եթե մարդը ունի սովորական խնդիր եւ ուզում է գնա խոսի ու անցնի այդ փուլը, դրա համար չէ, հարկավոր չի։ Դրա համար կարելի է խոսել բարեկամի, հարազատի կամ ընկերոջ հետ։ Ու ես այդ պահին, երբ որ լսեցի, հասկացա, որ մեր սերունդը նորմալիզացրել է հոկեբանի մոտ գնալը։ Եթե ունես խնդիր, դու կարող ես գնալ, լսել, լուծել, անցնել թերապիաներ ու գալ այն կետին, որտեղ դու քեզ ավելի խաղաղ ես զգում։ Բայց օրինակ մեր ծնողների սերունդը չի ունեցել այդ հնարավորությունը, որովհետև իրենք լռել են, ինչ որտեղ զիջել են, ինչ որ մարդկանց համար նաև հասանելի չի եղել այդ ամեն ինչը եւ այլն խնդիրներ, որոնք անցել են մեր ծնողները։ Ու դրա պատճառով ստեղծվում են տրավմաներ, որոնք սերնդեսերունդ փոխանցվում են։ Հիմա օրինակ մեր սերունդը մտածում է, որ չէ, եկել է ժամանակը, որ դա միտեղ պետք է ավարտվի եւ չփոխանցվի դա մյուս սերունդին։ Եթե մենք կարող ենք մի խնդիր լուծել, որ դա չգնա օրինակ ալֆա սերունդին, մենք դա անում ենք եւ անցնում ենք առաջ։ Հիշում եք, որ ասում էի ավելի խոցելի սերունդ են։ Այ ես դա հենց նաև նկատել եմ նրանում, որ իմ ծանոթ բոլոր ջենզիները ունեն իրենց հոկեբանները։ Բայց դա վատ բան չի, ես ասում վատ։ Ջոկա դու քել մեկ հոկեբան։ Ես ասում վատ, որ իրենք բոլորը պատրաստում են։ Շատ ավելի բաց են հոկեբանների հետ շփումներին։ Համարում են, որ հոկեկան առողջությունը նույնն է, ինչ մարմնի առողջությունը, ու պիտի ոնց որ մարմնի մասին հոգ տանես, հոկեկանիտ մասին եւս հոգ տանես։ Մի կետում ուզում եմ ձեզ հակադարձել, որ ասում եք ջենզիները ամբել ինչ որ ոչ մի կետում երկրի չեն հատվում։ Տարբեր երկրների։ Կա ընդհանուր մի կետ, որ բոլորը հատվում են, ունեն այդ ընդհանուր առանձնահատկությունները, բայց լոկալ ամեն երկրի ջենզին ունի իր լոկալ խնդիրները ու առանձնահատկությունները, բայց գլոբալ ինչ որ նմանություններ կա ու այդ նմանություններից ընդ որում ես որ խոսում տարբեր ջենզիներ, որտեղ ես դրանից հետո գնացել եմ Իտալիայել եմ սովորել այնտեղի ջենզիների հետ եմ որ տարբեր միջազգային այսպես տարբեր ծրագրերով եկած են ու այդ նույն առանձնահատկությունը նկատել եմ։ Իրենք ավելի շատ ունեն կոմունիկացիայի պակաս այն առումով, որ on-line են սովորանել։ Ոնց որ
իրենք քանի որ առաջի սերունդն է, որը ծնվել է սմարթֆոնը ձեռքին, կարող են իրար կողք նստել, չաթ անել միասին, բայց այսինքն ավելի կամ հարցերը լուծել, ավելի շատ ասում է, ենթադրենք ասում են ինչ-որ խնդիր, ասում եմ, զանգել ես այս խնդրի շուրջ, ասում է, գրել եմ։ Ասում զանգի, ասում չես գրել եմ, ասում բայց կո չի տեսել այդ մարդը զանգի, ասում բայց ես չեմ սիրում զանգել, կո իրեն հարմար չի պատասխանել, գրել եմ, հարմար կլինի կպատասխանի։ Այսինքն մենք ավելի ուղիղ շփումներն են գերադասում։ Իրենք այս սերունդը ավելի իրանք գտնում են որ բայց չեն այդքան սերունդի հետ կապված չի, ինչքան ժամանակն է փոխվել։ Ես ինձ որ զանգում են, ես չեմ պատասխանում։ Ես սիրում եմ հարց կոնկրետ զանգել։ Անջատում եմ, գրում եմ ինչ կար, ինչ որ կողո ես ավելի հին ձևերն եմ սիրում, ես սիրում եմ զանգեմ, կամ ինչ որ հարց լինի անմիջապես տեղում լուծել, որտեղ ես չգիտեմ ինքը երբ դա կտեսնի, երբ չի տեսնի, ավելի իմ կարծիքով դա ավելի բան է։ Դե համաձայն եմ իրակ, ես շատ եմ սիրում շփվել։ Ես օրինակ եմ շփվել, հա, խոսել, շփվել։ Ուղղակի այս ամեն ինչը ինձ թվում է մի փոքր կարելի է համարել կարծրատիպ մեր սերնդի մասին, բայց ես մասամբ համաձայն եմ, որովհետև օրինակ ալֆա սերունդը ավելի դեպի հեռախոսն է, քան մենք։ Այս սերունդը, որը հա, մենք հələ շփվում ենք։ Բայց օրինակ ես կարծում եմ, որ մի քիչ սխալ է ինձ թվում այդ ամեն ինչի մեջ այս համացանցի կոմպոնենտ ունենալ, որովհետև յուրաքանչյուր սերնդի վրա ինչ որ մի բան ազդել է։ Այսինքն ինչ որ բանի բացահայտումը ազդել է։ Ուղղակի ինձ թվում է մի բան, որը մեր եւ մեծ սերնդի միջև չի ստացվում, այդ կոմպրոմիսն է, որ սերնդափոխության մեջ փոփոխությունները նորմալ են։ Եթե ինչ որ մի բան անհասկանալի է ավելի մեծ սերնդին, այդ նորմալ է։ Մենք էլ օրինակ կարող ալֆա սերունդը մի քանի տարի անց ինչ որ մի բան ասի, ու մենք մտածենք, վաու, ոնց էր հնարավոր տենց բան, հա, լինելու է, ես էլ եմ շատ վստահ, ոնց էր հնարավոր տենց բան, վաու, բրավո, եւ այլն, եւ այլն։ Ու մենք չհասկանանք այդ, բայց մենք ավելի զիջող կլինենք։ Ես վստահ եմ այդ մտքին, որ մենք կասենք, շատ լավ, քան մենք։ Հա, ես տենց խնդիրը գիտեք որն է, որ առաջին անգամ ամբողջ աշխարհում եկել են, ոնց է եղել միշտ դարեդար, ավագ սերունդը իր փորձը, իր գիտելիքները փոխանցել է երիտասարդ սերնդին։ Այսինքն սա այս բաժակը սենց են սարքում, այս խոտը սենց են հնձում։ Առաջին անգամ ամբողջ պատմության մեջ եկել է մի սերունդ, որը շատ ավելի, այսպես ասած, պրադվինուտի առաջադեմ է տեխնոլոգիաների հարցում ու կարող է հակառակը դաս տալ մեր սերնդին, այդտեղ է խնդիրը, որ դուք շատ ավելի առաջադեմ եք, քան մենք։ Դուք եք մեզ սովորեցնում։ Ես լիքը բաներ սովորում եմ, զանգում ինչ-որ բան չեմ հասկանում, իմ ջենզիկներին եմ զանգում, ասում եմ, այս կնոպկեն որը սեղմ է, մի հատ հերթով ասեք, իրենք տեն սկրինշոթով նկարում են, ասում են, սա սեղմիսը, այսինքն առաջին անգամ ամբողջ գլոբալ առումով այս սերունդը մի քանի գլուխ առաջ է, քան մեր սերունդը։ Այսինքն այդ կապը խզվել է, հաջորդականությունը, որ սերունդը իր գետելիքները փոխանցում է, պապին թորան գլուխը շոյում է, թորնը ընկալում է։ Ու այստեղ այդ խզվածությունը տեղի ունեցել։ Ձեր խնդիրն էլ այվ է, որ մենք մեր սերունդը կարող է տալ ձեզ փորձ։ Ես կարծում եմ, որ հենց այս եզրերը հասկանում են, որ մենք պետք է ձեզնից սովորենք ու դա ամոթ չի, մենք տիկան չենք ասենք, այնց սա ցույց տվեք ու դա բացարձակ ամոթ չի, մենք չգիտենք, մենք ուրիշ սերունդ ենք եղել։ Դուք երբ որ հասկանաք, որ մենք էլ ձեզ կտանք փորձ, որովհետև հիշում եք այն 5 էլեմենտի մեջ են, որ խեղտվում է, կնոպկեքը սեղմում է, ոչ չի կարող փիղնա դուրս գալ, բայց մեջքին խփում է, նորը փրկվում է։ Երբ որ դուք էլ հասկանում եք շփման արդյունքում, որ մենք էլ ձեզ կարող ենք օգտակար լինել փորձով մեր, որովհետև կան բաներ, որ դու ինչքան ուզում ես իմանաս այդ տեխնիկան, չգիտեմ, թեորիան, բայց մենք ունենք կյանքի փորձ։ Այդտեղ հենց շփումը ստացվում է։ Ես դա իմ անձնական փորձից եմ ասում, որ ես եկել եմ ձեր քեզ հանձնած, ասել եմ, չգիտեմ, երեխեք ջան, սովորացրեք, չգիտեմ։ Իրանք էլ ասել են, իսկ մենք քեզ ինչ կարող ենք ստանալ։ Ու այդտեղ այդ խզումը անցել է։ Գայնա, դուք ձեր երեխաներից ինչ-որ բան սովորել եք կամ ինչ-որ բաներ, օրինակ։ Լիքը բան, այս պարագայում Գոհարի հետ շատ համաձայն եմ։ Օրինակ սովորել եմ ամեն ինչի մասին մի հատ ճշտել ChatGPT-ից։ Լուրջ եմ ասում։ Իմ լավագույն ընկերն է ChatGPT-ին, որովհետև այնքան լավ գործիք է ինքը, որը թերագնահատված է մեր սերնդի կողմից, այսինքն ինքը որպես ինչ-որ թշնամի է նույնիսկ ներկայացվում մեր սերնդի կողմից, իսկ ջենզիների ձեռքի տակի օգնականն է, որը տալիս է իրանց եւ գոհարի ասած կյանքի փորձ եւ
պատմական ամեն ChatGPT-ն կյանքի փորձ չի կարող տալ, ես համաձայն չեմ։ Ես ամեն ինչի հետ համաձայն եմ, ինչ որ հնչում է, քանի որ մեր տանն կան երեխաներ։ Ես միշտ ասել եմ, որ ոչ թե մենք ենք իրենց դաստիարակում, այլ իրենք են մեզ դաստիարակում եւ ամեն օր ինչ որ բաներ ամեն րոպե ամենափոքրից մինչեւ ամենամեծ սովորում ենք, բայց կան բաներ, որոնք որ ինձ համար ես հասկանում եմ, որ անիմաստ է այդ պայքարել։ Օրինակ, անդադ ասել, որ երեխեք գիր կարդացեք։ Խնդիրը ոչ միայն նրանում է, որ դու անդադ ասում ես, այլ դու անդադ կարդում ես, դու օրինակ ես, բայց քո օրինակին ոչ մեկ շանտեղ չի դնում, իրենք իրենց կյանքով ապրում են։ Հիմա ես մի բան հասկացա, որ անիմաստ է, երբ որ կգա ինչ-որ պահ, կսկսեն կարդալ ըստ երևույթի, կամ չեն կարդա, որտեղ դա իրենց պետք չի։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, ձեր ուղեղում կոնկրետ ձեր, որտեղ իմ երեխաների ուղեղում գիտեմ ինչա կատարվում։ Այդ համակարգը ինչպես պետք է դուք ստանաք գիտելիք, ինչպես պետք է ստանաք ինչ որ հմտություններ, որտեղից դա համալսարանական կրթությունը ակտուալ չի, պետք չի, թե միգուցե եթե պետք չի, չեք գնում համալսարան, ուզում հասկանամ, այս տարի նորից էլի ինչ որ կոնկուրսները բարձրացել են, եթե դուք հասկանում եք, որ այդ կրթությունը ձեզ պետք չի եւ անիմաստ է, ինչի համար եք բոլորդ գնում այնտեղ, համոզեք մեզ, որ դա պետք չի, դեք ուրիշ կերպ ստացեք այդ կրթությունը եւ ապացուցեք, որ դուք ճիշտ եք, մենք սխալ։ Ես էս ասեմ, բայց ինձ նաեւ շատ հետաքրքիր է իրանց կարծիքը այս թեմայի շուրջ, որովհետեւ այս կրթության մասին թեման շատ քննարկվող ու տարբեր դիսկուսների թեմա է։ Նախ ուզում եմ գրքի մասին մի հատ բան ասեմ շատ կարեւոր։ Մեր սերունդը ամերիկյան TikTok-ում էլ ես տեսել եմ, այտենց մի հատ բաժին կա, կոչվում է BookTok, որտեղ բոլորը իրենց կարդացած գրքերն են դնում, ու մեր սերունդը չի զիջում նախորդ սերունդին կարդալու այդ աստիճանով, այտենց վիճակագրություն էլ կա, հետազոտություն էլ կա, որ մենք այնպես չի, որ ավելի քիչ են կարդում։ Ուղղակի փոփոխությունը այն է, որ մենք սկսել ենք ավելի շատ կարդալ Kindle-ներով, թղթերով չէ, թղթից գրքեր չենք կարդում։ Ես կարդում։ Այդ տարբերակները աուդիո շատ ենք աուդիո տարբերակներ շատ լսում, բայց մենք չենք զիջում այդ կարդալով։ Ինչ վերաբերում է կրթությանը, օրինակ ես շատ ուրախ եմ, որ օրինակ մեր համալսարանում էլ շատ բաց այդ քննարկումները, որ ինչ կարելի է փոխել, միշտ յուրաքանչյուր դասընթացի Բրյուսովի։ Շատ բաց էր այն առումով, որ միշտ կարող էին գրել review, այսինքն կարծիք յուրաքանչյուր դասընթացի մասին, ու եթե կարդ բացասականը փոխվում էր այդ ամեն ինչը։ Հիմա իմ կարծիքով այդ ամեն ինչը նաև պետք է լինի լայն լսարանի համար։ Ոչ թե միայն վերցնենք օրինակ Երևանը ու Երևանի հասարակության ու Երևանի ջենզիների համար, այլ վերցնենք Հայաստանը ընդհանուր, բաց լինենք այդ դիսկուսի համար ու հասկանանք, որ այդ ազատ միջազգային կրթության համար ինչ փոփոխություն է մեզ պետք։ Իմ կարծիքով եթե լինեն ավելի երիտասարդ կադրեր համալսարաններում, ես համաձայն եմ, որ բնականաբար ավելի երիտասարդ կադրը այդքան փորձառու չի, բայց եթե հնարավորություն տրվի այդ մարդկանց գալ համալսարան ու կիսվել այն ամեն ինչով, ինչ իրանք ստանում են օրինակ արտասահմանում եւ այլն, այդ կրթությունը կարող է դեպի լավը գնալ, բայց որպես այդպեսին համալսարանը չի կորցրել իր ուժը։ Այն փաստը, որ կան ազատ թափուր բաժիններ, այդ նրանից է, որ պարզապես հետաքրքրությունը դեպի այդ բաժինը չկա։ Ու ամենակարևորը նաև մեր սերունդը մի հատ էլ մեծ քայլ, որ անպայման չի ունենալ այդ դիպլոմը, որի մասին խոսում են ու որը պարտադրում են մարդուն։ Չէ, այդքան էլ կարևոր կոմպոնենտ չի։ Եթե դու կարող ես գնալ դառնալ լավ վարսահարդար եւ լավ մեյքափ արտիստ, դու գնա դրա ետևից։ Դրա մեջ վատ բան չկա։ Այո, դրա մեջ վատ բան չկա։ Մեկ էլ վերջերս մի հատ էլ կարծիք, որը լսեցի, որ մեր CV-ները երբ որ նայում են ջենզիների, չկա մի աշխատանք, որտեղ օրինակ մենք անցկացնում ենք 3 տարի կամ 5 տարի։ HR-ներից ինչ որ մեկը լիստ էր գրել, որ Gen Z-ի հետ հարցազրույցը շատ վատ է ավարտվել, որովհետև առաջին հարցը եղել այն, թե ինչ փաթեթներ ունեք։ Այսինքն ինչ դուք կարող եք տալ ինձ իմ աշխատանքի, ու դա եղել է վատ։ Այսինքն վատ է, երբ որ դու հարցնում ես իմ աշխատանքի դիմաց ինչ եմ ես ստանալու, բայց դա նորմալ չի։ Ձեր կարծիքով։ Իմ կարծիքով նորմալ է, բայց ես էլ կարող եմ գնալ եւ ասել, որ գիտեք, հարսանիք վարելու հոնորարը $1 միլիոն է, բայց դա չի նշանակում, որ մեկը $1 միլիոն կտա ինձ։ Հիմա եթե դու Gen Z ես կամ Gen Z չես, մարդ ես, եկել ես, ասում ես, որ ինձ տվեք այսքան աշխատավարձ, բայց դիմացինը դու պետք է այդքան տաս, որ քեզ այդքան տան, չէ՞։ Թե ոչ։ Համաձայն եմ, իհարկե։ Երբ ես լրագրողի հետ հարցազրույց եմ վարում աշխատանքի ընդունելու,
ու ինքը ասում է, իսկ ինչքան եմ ես ստանալու, ես հասկանում եմ, որ այս մարդու միակ մոտիվացիան գումարն է, ու արդեն իմ մոտիվացիան է կորում այս մարդու հետ աշխատելու։ Իսկ ինչու։ Որովհետև եթե գալիս ես դու գումար աշխատելու համար, դա լրագրությունային մասնագիտությունն է, որ դու կարող ես պարզապես դա կամ սիրում ես կամ չես սիրում։ Ես Բայց եթե սիրում ես Գուարջան, չէ՞ որ ես համաձայն չեմ։ Նաև շահույթի համար, չէ, ես երբեք իմ սկզբունք այլ է, եթե ես գնում եմ ինչ-որ բան աշխատելու, ես գնում եմ անելու ես գնում եմ այն նպատակով, որ ես իմ աշխատանքով ինչ-որ լավ բան եմ անելու, աշխարհն եմ փոխելու, դրական ներդրում եմ ունենալու։ Նոր երրորդը կարող է ինձ մոտ լինի, գուցե ես եմ սխալ, բայց երբ ինձ մոտ գալիս են ու առաջինը մոտիվացիան իրանց գումարն է, այս արդեն իմ մոտիվացիան իսկապես կորում է։ Եթե դու գաս ինձ շահագրգռես, ասես այո, ես հետաքրքրված եմ, ասես ես ուզում եմ սա անել, ես այսպիսի նպատակներ ունեմ, ես ուզում եմ այսպիսի պրոյեկտներ անել, ու հետո ասել, իսկ ինչքան եք դուք պատրաստ ինձ սրա համար վճարել, ես լրիվ օքեյ եմ, բայց երբ որ դու գալիս ես ճակատային ինձ ասում ես, իսկ ինչքան փող կտակ, որ ես գամ քո մոտ աշխատեմ, ասում եմ, բայց ես չգիտեմ դու ավելի պրակտիկ։ Հա, երևի ավելի պրակտիկ, որտեղ ես մարդկան ասում, ինչ աշխատանք ես ուզում, ասում ես դարի, ասում եմ գնում Google-ը անում, ասում դեռ ինչքան փող են ստանում։ Հա, Ջելկա, դուք աշխատում եք ինչ որտեղ։ Այո։ Գումար վաստակում եք։ Այո։ Եվ գնացել եք, ասել եք, որ ինձ այսքան գումար պիտակ։ Ոչ։ Բա։ Ես նույնպես սիրել եմ ու սիրում եմ իմ Այո, ասածը դա է, որ լրագրությունը եւ սիրում եմ այն ինչ որ կապված է մեդիայի հետ ու ես պատրաստ եմ աշխատել այդ գումարով, բայց այդ գումարի թեման էլ է շատ հետաքրքիր քննարկվում, արծարծվում։ Դու կարող ես ցանկանալ փոխել աշխարհը եւ իմանալ ինչքան գումար պետք է ստանալ։ Բայց այդ հարցը պետք է չլինի առաջինը։ Երբ դու գալիս ես այդ հարցը առաջինը տալիս ես, մեր սերնդի ժամանակ էր, որ փողի մասին ամոթ էր խոսել։ Ամոթի հարց չի, չէ, ամոթի հարց չի, պիտի ոնց ասեմ, հերթականություն գոյություն ունի, չէ՞, սալաթը սարքելու։ Սկզբից ես կտրտում, ես կտրտում։ Գուցե իրանց համար հերթականությունը մի քիչ փոխված է, բայց ինքը չի նշանակում, որ այդ արժեքները չի կարողանա տա, մեծ պրոյեկտներ չի կարողանա բերի ու շատ լավ չի աշխատի, բայց ինքը ուզում է իմանա վստահ լինի, որ այս աշխատանքը, որին ինքը ամբողջովին տրվելու է, վարձատրվելու է այնքան, ինչքան ինքը գնահատում է նրանից։ Օրինակ ինձ հետաքրքիր է, Ջելկա ջան, եթե ձեզ ձեր աշխատավայրում, որը դուք շատ սիրում եք ու sense նվիրված եք, 60000 դրամ տային ամսական, կաշխատեիք միևնույն է։ Այս տարիքում, հա, ես կաշխատեի, որտեվ ես սիրում եմ ինչ որ ես անում եմ։ Ես իրոք սիրով եմ այդ անում։ Ես գնում եմ աշխատանքի, որովհետև գիտեմ, որ այն ինչ որ ես արտադրում եմ այդ մեդիա պրոդուկտը, ես իսկապես սիրում եմ, բայց եթե նույնիսկ մարդը առաջին հարցն է հետ տալիս կամ չգիտեմ, միգուցե մի փոքր կոռեկտ չի ստացվել հարցը, ես հասկանում եմ, բայց այդ նորմալ է այդ հարցը տալ։ Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, որովհետև եթե դու ունես ամսական ծախսեր ու դու եկել ես այդ հարցազրույցին, որովհետև դա աշխատանքը քեզ պետք է, այդ հարցը արդարացի է տալ։ Պարզապես ինձ թվում է դու չպետք է ապացուցես, տեսնենք, որ այն մյուս կողմը այդպիսի ռեակցիա է տալի։ Okay, դուք ձերն եք ոնց որ ասում, հա ես իմ հարցն եմ տալի, այն մյուս կողմն էլ այդպիսի ռեակցիա է տալի։ Այդպիսի, այսինքն ասում են դա հետաքրքրված չեմ այդ դեպքում։ Այսինքն դուք ձեր սերնդի տեսանկյունից եք ասում, մենք օքեյ ենք։ Բա դրա մասին է խոսքը, որ մենք պետքա փորձենք ինչ որ հարցերում գալ ընդհանուրի, այդ դա է ամենամեծ խնդիրը։ Եվ ես համաձայն եմ ձեր հետ, եթե 18 կամ 20 տարեկան աղջիկ կամ տղա որոշում է, որ ինքը պետք է մենակ ապրի Երևանում, 250,000 վարձ տա, այնտեղ, չգիտեմ, զգեստներ իրեն գնի, այլ ծախսեր եւ այլ 500,000 դրամ աշխատավարձ պիտի ստանա։ Հիմա 18 տարեկան երեխան որտեղ պետք է գնա աշխատի, ինչքան է ինքը գնա, ասի ես 500,000 դրամից պակաս չեմ ուզում ստանամ, որտեղ պետք է աշխատի, ոնց պետք է անկախ ապրել, այդ դրա մասին է խոսքը։ Թե մենք ուղակի խոսում ենք, թե մենք պայքարում ենք պայքարելու համար, թե մենք ունենք բաներ ապացուցած։ Չէ, կան, իհարկե ապացուցած տարբերակներ կան։ Ես իմ շրջապատում եմ ունեմ մարդիկ, որոնք իմ տարիքին են, 20-24 տարեկան են ու որոշել են։ Ուղղակի ես ուզում եմ նշել, որ մի փոքր Հայաստանում դժվար է այդ։ Այսինքն գալ այդ կետին, որ դու կլինես շատ ինքնուրույն ու կլինես ֆինանսապես ազատ, անկախ ու կկարողանաս այդ քայլին գնաս, այդ դժվար է գտնել նման աշխատավարձ, բայց նաև դժվար է խոսել այդ մասին, այսինքն ներկայացնել, որ ես հիմա գնում եմ, որովհետև այդ ծնող երեխա կապը այնքան ուժեղ փոխկապակցված է, որ իրենք մտածում են, եթե դու դուրս գաս այդտեղից, քո այդ անպայման վատ բան է լինելու։ Ու այդ ազատությունը միանգամից չի տրվում, լինում են զրույցներ, անընդհատ ամիսներ շարունակ, ինչ որ մարդիկ նույնիսկ ուղղակի դուրս են գալիս առանց խոսելու, որովհետև գիտեն, որ միգուցե զրույցը ավելի վատ լինի։ Դուք երբևէ ուզել եք առանձին։ Ես հիմա արդեն ուզում եմ։ Ինչպես են ձեր ծնողները դրա։ Նորմալ։
Արդեն Որովհետև խոսել ես շատ երկար ժամանակ եմ խոսում ճիշտ Չէ, ասած։ խոսել են, Հա, օքեյ։ ես խոսել եմ, իրենք հարգում են իմ որոշումը, եթե ես կարող եմ գալ այդ որոշմանը ինքնուրույն եւ անկախ ազատ գնալ եւ պայել ինքս, ինձ նորմալ եմ վերաբերվում։ Ունեք այդ 500,000 դրամ Այս ամսական։ բան ցավոք ոչ։ Բայց պարտադիր չի այդ 500, որովհետև ես ունեմ ջենզի, իմ ջենզիկներից Նարեկը ինքը Գյումրիում է ապրում, պաշտում եմ նրան շատ լավ տղա, այ ինքը Գյումրիում տան վարձը մի քիչ ավելի քիչ է։ Գալիս է Երևանում էլ է ապրել, Թբիլիսիում է ապրել, ինքը մի քանի տեղ է աշխատում, գիշերները չի քնում։ Քանի տարեկան։ 22 տարեկան է։ Դե արդեն մեծ տղա է, 22 տարեկան, Դե 16 տարեկանը կներես, գոր 16 տարեկանը։ Չէ, հիմա մենք եթե մենք Ոնց խոսում ենք աշխատի։ աշխարհի մասին, Շվեդիայում օրինակ նորմալ է, երբ որ մարդիկ ասում են երեխան դառնա 16 տարեկան, պետքա գնա առանձին ապրի։ Իրենց հասարակությունը այդպես է դրան վերաբերվում։ Մեր հասարակությունը մի քիչ այլ կերպ։ Էլի համացանցում մի քանի օր առաջ մի բան տեսա, որ մենք օրինակ առաջին սերունդ ենք, որ մենք կարողանում ենք մեր բարեկամների հետ կապերը խզել։ Եթե բարեկամը օրինակ Բլոկել սոցցանցերում։ Այո, եթե բարեկամը լավը չի, բարեկամը շատ հաճախ, շատ վատ մեկնաբանում է քեզ, քո քաշը, սխալ արտահայտություններ անում, անդադ վիրավորում է քեզ։ Ու ինքը օրինակ, չգիտեմ, հորքուրի աղջիկ է կամ քերի կին է, օրինակ եմ բերում, անպայման չի իր այդ շփվել։ Դու կարող ես նաև ընտրել ու չշփվել, այդ Ավելին նորմալ է։ ասեմ, բլոկում են Լավ, սոցցանցերում։ սոցցանցերում չեք շփվում, բա պապիկի ծնունդին Պապիկի ծնունդին կարելի է շփվել եւ նստել տորթը ուտել։ չշփելով։ Իհարկե։ Իդալ Իսկ ավելի վատ չի շփվել ու ստանալ բացասական ու ինչպես ասում են տոքսիկ վերաբերմունք մարդուց։ նայեք, հիմա այդ տոքսիկի վերաբերմունքն էլ ես ին վերաբերմունք ունեմ, այն ինչ որ ձեզ դուր չի գալի, դուք պիտակավորում եք, ասում եք, սա տոքսիկ է եւ վերջ եւ ջնջում եք ձեր կյանքից։ Չեք փորձում այդ մարդուն հասկանալ, բերել ձեր դաշտ։ Փորձում ենք հասկանալ, օրինակ մարդը ինչի է անընդհատ քաշի մասին մեկնաբանություններ անում, ոնց կարելի է մարդուն տալ հարց, որը կոռեկտ չի ու սխալ է։ Մենք փորձում ենք նույնիսկ երբեմն ասել, չի կարելի այդ հարցը տալ, բայց երբ որ ուզում ես մարդը ամեն անգամ քեզ հանդիպելուց մի բան է մեկնաբանում, որը դու հետո պիտի գնաս օրինակ Հոկեբանի մոտ։ Հա, օրինակ եմ ասում։ Կամ ընկերներ Քաշի հարցը, ուզում հասկանամ։ Քերի կնոջը հետաքրքիր քո քաշը։ Իսկ դա ինչ խնդիր է։ Քաշը խոսալի։ Չէ, բայց ինչ է խոսում։ Չէ, ուզում ասեմ, նայեք, մի կողմից չխոսա, որտեվ հա իսկապես պետք չի, անիմաստ է խոս։ Բայց դուք ինչ հասկացաք, դե թող խոսա էլի։ Որ 50-50 լինի, թե չէ։ Բայց ինչի 50-50, կյանքը կարճ է որ 50-50։ Չէ, բայց ինքը իր դա միգուցե իր կյանքի իմաստն է, որ ինքը բոլորին փնովի։ Ես ժամանակին դժվար է պատկերացնել երկար վարսեր ունեի եւ դա ամենամեծ եւ գլոբալ խնդիրն էր բարեկամներիս կողմից, ուսուցիչներից կողմից, համադասարանցիներից կողմից, երրորդ մասի ողջ բնակչության կողմից, բայց դա չի նշանակում, որ ես իմ մազերը կտրեցի։ Ես միջև վերջ իմ համար պայքարեցի։ Հասկանում եք։ Կտրեցի մազերս այն ժամանակ, երբ որ զգացի, որ բոլորը արդեն թքած ունեն ու արդեն անիմաստ էր այդ պայքարը։ Ես տենց պայքարեցի դրա դեմ։ Իսկ դուք հիմա ասում եք, դե որ ինքը տոքսիկ է, ես թքած ունեմ իր վրա, վերջ։ Այսինքն այդ մարդու կարծիքը ձեր վրա այդ մարդու կարծիքը, որը անցնում է քո անձնական սահմանները եւ արդեն կպնում է քեզ անձնապես ու վիրավորում է, դա կարծիք չի, դա վիրավորանք է։ Շատ չեն այդ սահմանները։ Ոչ, շատ չէ, դա առողջ լինելու համար այդ սահմանները կան ու երբեք որևիցե մեկին չի կարելի որ դա անցնի։ Ջելկա ջան, գիտես ինչու՞ մա ուղակի տեղհակասություն է, որ մեծ մարդիկ, երբ որ քեզ տեսնելուց ասում են Բա երբ ես ամուսնանալու, մի քիչ ոնց որ չաղացել ես, իրանց կողմից դա հոգատարության արտահայտում է, լուրջ եմ ասում։ Սիրո, այո։ Իրանք անտարբեր չեն։ Իրենց սերը տենց են արտահայտում։ Իրանց սերը հոգատարությունը ձևով են արտահայտում, բայց մյուս կողմից, ձեր կողմից ես շատ լավ եմ կարողանում լսել, ինչ վիրավորական կարող է դա լինի, ամեն կողմին հասկանում եմ։ Ու շատ հետաքրքիր բախում է։ Գայնեն են մեջտեղի մասնա։ Ես մեջտեղում եմ։ Պետքա իրար լավ ճանաչեք։ Այնքան լավ ճանաչեք, որ եթե պապիկը ձեզ ասի, որ ոնց որ շատ ես նիհարե տանը քեզ չեն կերակրում, դու այդ հասկանաս, որ հոգատարության արտահայտությունա ոչ թե որևէ կերպ պապիկը փորձում է քեզ վիրավորի։ Այդ շատ այդ կարեկցանք է մարդուն հանդեպ հասկանալն ու ընդունելն ու լսելը եւ այլն, բայց երբ որ օրինակ դու կարող ես խնդրել դիմացինին, կարող ես ցույց տալ, որ դա ինչ որտեղ վիրավորում է, ես ուզում եմ ասել, որ եթե օրինակ տարիներ շարունակ մեր ծնողները կամ մեզանից ավելի մեծ սերունդը շփվել է մարդկանց հետ, որոնք նույնիսկ վիրավորելով շփվել, հանդուրժել են շատ,
պետք չի հանդուրժել, եթե այդ հանդուրժելը քո առողջության եւ քո անձնական սահմանները հաճախ խախտելու հաշվին։ Նա օրինակ եմ բերում։ Ընկերուհիս ունի 85 տարեկան մամա, որը մտել է համացանց ու անխնա կոմենտներ է գրում։ Ամեն ինչ տակ մի հատ այդպես կոմենտներ է գրում, բան։ Տոքսիկ կոմենտներ։ Հա, այս աղջիկն էլ նենց կազմակերպությունում է աշխատում, որ մարդու իրավունքներ են քարոզում, տոլերանտություն, ու հեչ պետք չէ, որ այդ կոմենտները իր մաման գրի։ Հակասական այս աղջիկը ամեն աստծո մամային ասում է, խնդրում եմ, աղաչում եմ, մի գրի այդ կոմենտները։ Մաման ասում է, հա, բայց հաջորդը չի իմանում մարդը։ Դա հիմա ինչ անի այս աղջիկը։ Իր 86 տարեկան մաման է, իր մաման է, ուրիշ սերունդ է, տեսելա, չգիտեմ, Ստալին, Լենին, պատերազմ, ծանր այդ բոլոր տրավմաները, որ դուք ասում եք, այդ ձեր տեսած տրավմաները, այս սերնդի տրավմաների համեմատ 0 են, խաղուպար են, այնպես բաներ են տեսել, սով։ Հիմա ինչ անի այս աղջիկը մամային։ Սպանի, հրաժարվի, ինտերնետ անջատի ավելի վատ կլինի, որտեվ դեպրեսվում է մի այլ ձևի, հետո բժիշկները դռներն են։ Ուղղակի մի պահ, որ ինձ դուր չի գալիս այդ զրույցի մեջ, որ պետք չի օրինակ համեմատել, որ իրենք անցել են Ստալինյան եւ այլն, ձերը 0 է, որովհետեւ Ես չեմ ասում 0 է, ասում եմ տարբեր են։ Տարբեր են, ձեր տրավմաները տարբեր են, սա տրավմաները ռուս եւ այլն, բայց տարբեր են։ Համաձայն եմ։ Ուզում եմ որ չթերագնահատենք։ Այսինքն այո, մեզանից մեծ սերունդն էլ անցել դժվարության մեջ։ Բայց ընդունենք, որ նրանց շատ ավելի ծանր է եղել։ Իրենք, ասենք, նենց բաներ են տեսել, որ իսկապես բայց մենք թերագնահատենք այն իմաստով, որ երկու սերունդ Ժելկա, կարող ենք ընդունել, բայց չհամաձայնվել։ Դա տարբերակ էլ աշխատում է։ Կարող ենք ընդունել։ Բայց չհամաձայնվել։ Հա, շատ լավ։ Օրինակ ինձ թվում է, որ օրինակ Facebook-ն ու Instagram-ը ունեն հատուկ policy, որտեղ դու կարող ես անջատել այդ comment գրելու եւ այլն հատուկ այն մարդկանց, որը ինքն է follow։ Այսինքն էլի հնարավորություն է տալիս մարդկանց follow անում։ Ինքը բոլոր տեղերը, բոլոր լրատվամիջոցների տակ կարելի է restrict դնել, ինչ որ մի բան անջատել եւ այլն, որ ինքը չկարողանա comment գրել։ Բայց կարելի է հասկանալ 85 տարեկանին, որ տենց comment-ներ է գրում։ Ես օրինակ չեմ վերաբերվում այնպես, որ բոլորին չէ պետքա վերաբերվել վատ եւ այլն, չէ, բարությունը նորմալ է, պետքա հասկանալ, կարեկցել, բայց դրան էլ կա սահման։ Իմ ասածը այն է, որ եթե ինչ-որ մի բանը դուրս է գալի իր սահմանից ու անցնում է ձեր սահմանն ու վիրավորում է ձեզ, կարելի է շփվել այդ մարդու հետ։ Ջելկա, համաձայն եմ ձեր հետ, որ միգուցե դուք ցուցակ ներկայացնեք տատիկներին, պապիկներին, օրինակ ինչի մասին չի կարելի ձեր հետ խոսել, կամ ինչպես ձեզ չի կարելի գրկել կամ համբուրել։ Պետք չի, որտեվ իրենք ունեն իրենց կարծիք։ Օրինակ մի քանի օր առաջ ես ու իմ բարեկամներից մեկը շատ մեծահասակ խոսում էինք child free տերմինի մասին։ Դուք լսել եք։ Այո։ Հա։ Մենք եղել ենք child free։ Ես դժվար, բայց չշանս գիտեմ ինչ է դա, հա։ Ու ես իրանց ես բացատրում եմ, ասում եմ դե ինչ տերմին, որտեվ ինքը լսել էր, ուզում էր իմանալ։ Հա, չգիտեր ինչ է դա։ Հա, նաև ճիշտ է հասկացա, թե ինչ մենք ինքը ասում է Հայաստանում կարա դա անեն, լինեն, կարող են լինել այդ։ Դե ասում եմ, հա, կան մարդիկ, որոնք ընտրում են։ Ու ինքը շատ ինքը սենց իրոք, չէ, ինքը վատը զգաց, որ ոնց է հասարակությունը ընտրում լինել։ Այդ ձեր ընտրությունը չի։ Նախ է ձեր ընտանեկան ընտրությունը պետքա լինի, դու չես կարող ինքնուրույն ու սենց միացանել։ Ու ես ընդհանրապես շատ լավ, դա քո միտքն է։ Նորմալ է։ Եթե դու այդ միտք ունես, որովհետև դու անցել ես կյանքի մի ճանապարհ, եկել ես այդ մտքին, որ դու ընդունում ես, որ կյանքը տենց պետքա լինի, վերջ։ Ո՞տ է դեկրքիր այդ ռեակցիան։ Դուք այդ մարդկանց, նո իրենց չէ, օրինակ ինձ հիմա ինչպես եք դիտարկում, որպես տենց ինչ որ առնետ, որին կարելի է ուսումնասիրել, որ օրինակ ինչ կարելի է իր այդ խոսալ, ինչ չի կարելի խոսալ։ Չէ, բա հիմա օրինակ ես շատ եմ սիրում երեխաներին գրկել պինդ։ Առավոտյան դուք ուզում եք քնել, չեք ուզում որ papan ձեզ գրկի, ես ձեզ գալիս եմ ամեն առավոտ գրկում եմ եւ համբուրում եմ։ Տոքսիկ եմ ես։ Սա դա իմ սերն է, ես այդպես եմ արտահայտում, բայց դա ձեզ դուր չի գալիս։ Եթե դուր չի գալիս, ուրեմն տոքսիկ եմ։ Դե չէ, շատ է լեյբլավորում, էլի բրենդա, չէ, տոքսիկ չեք։ Կիսատոքսիկ։ Չէ, կիսատոքսիկ։ Մի քիչ անձնական սահմանի խախտում է գնում։ Չէ, որ ինքը չի սիրում այդ, բայց դուք անում եք, որովհետև դուք եք սիրում։ Այ մենք Բա հիմա ոնց հասկանանք։ Բա կարելի է գալ փոխիչման ցուցակով։ Որն է, օրինակ այդ իմ աղջկան երբ ես գրկում եմ, ասում Այդ որն է այդ փողջիչումը, որ ես իրան սենց չանեմ։ Իսկ այն հարցրեք դու երբ ես սիրում, երբ որ ես քեզ գրկում եմ։ Չեմ սիրում։ Չէ, բայց նորմալ է։ Բայց ախր ես եմ սիրում, դա էլ իմ սիրո արտահայտման ձևն է։ Ես այդ երեխային ինչի եմ բերել, գիշերները չեմ քնել, ֆիգուրաս կորցրել եմ, չգիտեմ աշխատանքի չեմ գնացել, որ գոնե մի հատ սենց մեկ սենց գրկեմ, ասեմ, ոյ
Պարզվում է, չէ։ Դե Իրանք նորմալ է։ ունեն իրանք սիրո լեզուն։ Չեմ գրկում, Այ այն հիմա- խեղճ կատու մի հատ բերեցի, որ այդ կատվին գոնե սիրեմ, այդ կատուն էլ աչքերը սենց հանում, էլ էլ աջեմ։ Լավ չի։ Չէ, ոնց հասկանանք, այդի ոնց։ Այ այդ զրույցներով ընդհանրապես հասարակ զրույցներ ունենալ, հասկանալ ձեր սիրո լեզուն, ոնց կարելի է ճիշտ արտահայտել, որ ոչ մեկ ված չզգա իրան ու հանդիպեք մի կետում։ Չէ, բայց ես ինձ վատ կզգամ, եթե իմ աղջիկը ինձ ասի, պապ, գիտես, ինձ դուր չի գալի։ Ես իրան իհարկե չեմ գրկի այդպես, էլ, բայց ես ինձ վատ կզգամ։ Բայց ուրիշ ձև ձեր սիրո լեզուն կարող եք ցույց տալ։ Օրինակ գնել են ինչ որ ինքը սիրում է, կամ օրինակ միասին Էդի պատրաստել, default գնում եք, օրինակ էդի- պատրաստել ինչ որ մի բան միասին, որը հաճույք է պատճառում։ Չէ, Եվ ես իրան այլն, եւ ուզում այլն։ գրկեմ։ Դե չի լինի, ինքը չի սիրում։ ուզում ես մարդը։ Չի սիրում ինքը։ Օրինակ, Օրինակ, որ եթե Ա, մի բան իսկ- իսկ- շատ հետաքրքիր է։ Չէ, Եթե չէ, դուք մի մեր բան չեք բարեկամ, սիրել, եթե ես- դուք մի բան չեք սիրել ու ձեր բարեկամներն արել են, դուք ո՞նց եք վերաբերվել։ Նայած բարեկամ։ Օրինակ, բարեկամ։ այո, կան պապա, մամա, տատիկ, Հանդուրժել եք, բայց։ Հա, աշխատել եմ անել։ Միջև հիմա։ Հա, Միջև հիմա բաներ կա, որ օրինակ ես, օրինակ իմ երեխաները ավելի հեշտ են իրենց պապիկին ասում ինչ որ չէ, օրինակ, քան ես։ Որովհետև ինձ համար դա, չգիտեմ, դա ինչ որ խնդիր է։ Ու ես հասկանում եմ, որ իրականում իմ երեխաները շատ ավելի ազատ են բոլոր առումներով, քան ես, չնայած ես շատ ազատ էի եւ ազատ եմ, բայց հարցեր եւ խնդիրներ կա, նորնակ դեպի մեծերի կողմը, հա։ Ես ասածս ինչ է, հիմա դուք համոզված եք, որ դա ընդմիշտ է այդպես լինելու, թե երբ որ 24 տարի անց, երբ որ ես կլինեմ 75 տարեկան մոտ ավելի շոտ 80 տարեկան իսկ դուք արդեն իմ տարիքի պլյուս մինուս դուք կասեք որ դուք եք ձեր երեխային ուզում գրկեք հիմա ինքը չի ուզում որ դուք իրան գրկեք ու դա խնդրեմ է ձեր Այ որ մենք լինենք ծնող, այդ շատ հետաքրքիր կլինի, ամեն ինչը փոխվում է, չէ՞։ Չէ, մենք էլ նույնպես կվերաբերվենք, չէ՞ որ մենք դա պահանջում ենք, որ մենք պահանջում ենք, որ սիրո լեզուները լինեն այդ հարգանքի հիման վրա, եթե ես մի բան չեմ սիրում, դա չարվի, բնականաբար եթե իմ երեխան ասի, որ չեմ սիրում եւ դու ինձ գրկում ես առավոտյան, ես չպետք է գրկեմ իրեն առավոտյան։ Չպետք է գրկեմ եւ տառապեմ։ Չէ, ինչ տառապում։ Բա ուզում եմ գրկեմ, բա ոնց։ Չէ, այ էդ է, որ պետք չի ամեն ինչից տառապանք անել։ Այ ձեր սերունդը ամեն ինչից տառապանք անում գնում եք հոկեբանի։ Այ էդ էի ասում, բայց անպայման չի տառապանք անել։ Իսկ մենք չենք գնում հոկեբանի մոտ ներս ենք գցում։ Այդ լավ է։ Չէ, իհարկե վատ է։ Քանի հիվանդություն են ստանում մարդիկ, Վատ է, բայց չէ, դե հիմա դրա համար ավելի լավ չի, մենք աշխատենք նենց անենք, որ բոլորիս հարմար լինի։ Այ բոլորին հարմար լինի, դրանց այդ հարգանքի, այո, չի սիրում ինքը։ Լավ չի։ Լավ չի։ Չէ, եթե իր համար լավ է։ Լավ, հա, օքեյ, եթե իր համար լավ է, ամեն ինչ երեխաների համար։ Եկեք վերադառնանք սոցցանցերին։ Ինչքանով է կարևոր իրենց արկայությունը ձեր կյանքում եւ նորից եմ ասում, մի պա պատկերացրեք, որ ինչ որ մի հատ չարձածա ֆաշիստ ռուբիլնիկը անջատում է եւ դուք չեք կարող չաթերում գրվել, շփվել, TikTok նկարել, այսինքն դառնում է անիմաստ։ Նախ սկսենք նրանց որոշ մարդկանց աշխատանք հենց համացանցի հետ է կապված ու իրենք իրենց աշխատանքը չեն կարող անեն, հենց Gen Z ծրագրավորողներ եւ այլն դիջիտալ մարքեթինգի հետ կապված կկորցնեն ու ստիպված կլինեն այո անել բաներ, որոնք չեն սիրում։ Կստացվի տխուր բան։ Կարող է ծառայել իրանք չգիտեին որ սիրում են, դրանց հետո կսկսեն ծառայել։ Ինչ վերաբերվում է սոցիալական ցանցերին, այո, մեր սերունդը ծնվեց այն ժամանակ, երբ որ այդ ամեն ինչը ստեղծվեց, այդ Instagram, TikTok եւ այլն, բայց այդ ամեն ինչի մեջ ես օրինակ լավ բաներ եմ տեսնում, որովհետեւ որոշ մարդիկ, նաեւ մեր սերունդից իրենց բարդույթները կարողացան հաղթահարել, նաեւ որոշները դառնալով բլոգեր ու ինֆլուենսեր օգնում են մյուսներին, որ կյանքում ինչ որ բարդույթներ, դժվարություններ կամ մարտահրավերներ անցնել։ Ձեզ երբևիցե ինչ որ բլոգեր օգնել է, որ դուք բարդույթ ունեք։ Հա, ես հիշում եմ, երբ որ ես օրինակ 2015-16 թվականից եմ սկսել YouTube նայել ու հիշում եմ, որ այդ ժամանակ մի հատ բլոգեր կա ռուս, Սոնյա Իսման, ու հիշում եմ, որ ինքը առաջինն էր, որ ես իր վլոգները սկսեցի նայել, որտեղ ինքը պարզապես զրուցում էր։ Այդ ժամանակ դեռ այդքան էլ շատ չէին, էլի։ Ու հիշում եմ, թե ինչ մեծ ազդեցություններ իմ վրա այդ ժամանակ սոցմեդիայի մարդիկ։ Այսինքն իմ այդ անհատականությունը կերտելու վրա իրանք շատ մեծ դեր ունեին, որովհետև հիմա էլ ես մեկ-մեկ կարոտում եմ ինձ դեռահաս ժամանակ ու սկսում եմ նայել իրանք վլոգները ու հասկանում եմ ինչքան եմ ես փոխվել։ Բայց համացանցը շատ մեծ դեր ունի մեր էջության վրա։ Ժամանակին Դարտանյանն էր այդ հերոսը, հիմա արդեն Հա, հիմա վլոգերներ, բլոգերներ, ինֆլուենսերներ ունի իր հերոսը։ Այո, ամեսերուն ունի իր հերոսը ու դա նորմալ է։ Բայց սոցցանցերում մարդ, որի անհատականությունը գրավի ու իրեն սկսեն հետևել ու դուր գա, բայց անպայման չի, որ այդ մարդը լինի իդեալական։
այդ միտքը հիմա Gen-Z-ին սկսում է հետ բերել, որ շատ հաճախ հետաքրքիր չէ լրիվ իդեալական ու մաքուր կոնտենտը։ Մենք ուզում ենք նաև տենալ ռեալ բաներ, ռեալ մարդկանցից։ Օրինակ վերջերս մի հատ մեծ բում էր եղել համացանցում, մի տղա, որ աշխատում է 9-ից 5-ը ցույց էր տալիս իր առօրյան, ոնց է ինքը գնում, այդ get ready with me, պատրաստում ենք միասին, գնում էր աշխատանքի։ Բան է, այտենց վատ խոսք է։ Չէ, դարբես։ Դա մեր դժոխքն է։ Վախ համար 1։ Չէ։ Ու գնում էր աշխատանքի եւ այլն, ու երբ որ ինքը հավաքում է 1 միլիոն հետևորդ, որոշում է թողնի այդ իր սովորական կյանքը ու դառնա ինֆլուենսեր, ու բոլոր այն մարդիկ, որոնք հետևում էին իր դրա համար, էլ չեն հետևում, որովհետև այո, unfollow են անում, որովհետև ասում են հետաքրքիր է այն ժամանակ։ Հա, հետաքրքիր են ժամանակ, ու հետո այն վիդեոեր արել, որ ես ձեզ չեմ հասկանում։ Ոնց որ չեմ հասկանում, ինչն է գրավել։ Հուսով եք ոչ մի տեղից չթռավ։ Չէ, ուղղակի հետ վերադարձավ այն կոնտենտին, որը գրավում էր մարդկանց։ Գնաց հին օֆիս։ Հա, հիմա այդ ռոլ մոդելները, այն մարդիկ, որոնք մեծ ազդեցություն ունեն մյուսների վրա, իրանք շատ հաճախ փոփոխվում են։ Այսինքն մի մարդ չի, որին բոլորը հետևում են եւ այլն։ Ինձ համար ունեք շատ հաճախ խոցելի է այս ալֆա սերնդի ռոլ մոդելները։ Մի քիչ չեք հասկանում։ Այո, ունեք, դա ես չեմ հասկանում։ Տեսնում եք, Եկավ, բայց էլի ես շատ ունեք մեր տանը ունենք երեխաներ բնականաբար, որոնք հեռուստացույց են նայում, ես sense կողքից նայում ասում ոնց են նայում, բայց հանդուրժում եմ, չեմ անջատում։ Որտեվ դե ծնողները հետևում են ինչ են լսում, ինչ են նայում, բայց ես sense մոտենում եմ հերթացուցիչ տենում եմ այդ մարդկանց, դե հիմա չեմ ուզում անուններ տալ, բայց կոնտենտը հետևյալն է։ Ինչ որ մեկը որոշում է ստեղծի ինչ որ challenge, ունեք 24 ժամ մնում ենք այս տանը, չգիտեմ, լույս չկա, մոչ չկա, ինտերնետ չկա։ Իրենք շատ հետաքրքիր նայում են, իրանց համար դա wow կոնտենտ է։ Ես նայում եմ, ինչն է գրավում ձեզ, ինչի մենք այդ տարիքին այդ չենք նայում։ Բա ինչ դուք ինչ եք նայում։ Ինչ էր ձեզ գրավում։ Մենք մուլտիկ այդ ժամանակ։ Հետո եկավ համացանցը, որ մենք տենց YouTube-ով սկսեցինք։ Չէ, իրենք դեռ նայել են։ Բայց ալֆան խորթային մուլտիկներ են նայել։ Հա, մենք նայել ենք։ Իսկ ալֆան արդեն Ալֆան չէ, ալֆան դեպ։ Ալֆային հետաքրքիր չեն այդ մուլտիկները, այդ մուլտիկների մեսեջները։ Օրինակ մեր ժամանակ մենք ապրում ենք մի երկրում, որը որ անդադ խոսում են նրա մասին, որ բոլորը հավասար են, մենք ինտերնացիոնալ ենք, բան հետո պարզեց, որ սա սուտ էր, որովհետև հետո հենց այդ երկիրը սկսեց փլուզվել, սկսեցին բոլորը իրար միս ուտելը մեղմ ասած եւ այլն։ Այսինքն մենք հասկանում ենք, որ եթե հասարակությունը ստի վրա է հիմնված, ուրեմն ուշ թե շուտ խնդիրներ են լինելու։ Հիմա կարծես այդ սուտը ավելի քիչ է, թե ավելի շատ է։ Ինչ եք կարծում դուք։ Ինձ թվում ավելի քիչ է իմ կարծիքով այդ սուտը, այսինքն այդ գեղձիկը, հա, այդ որովհետև դու կաս այն ինչ որ դու կաս ու համացանցից դուրս էլ շատ հեշտ է հասկանալ։ Այսինքն եթե դու քեզ ներկայացնում ես մի կերպար, որը դու իրականում չկաս, մարդիկ մեկը քեզ դրսում հանդիպելու են ու հասկանան դու իրականում ով ես։ Այսինքն նույնիսկ իմաստ չկա ստեղծելու այդ կերպարը։ Ուղղակի այդ սերունդների միջև այս դիսկուսիի ու այս քննարկումների մեջ այդ կարևոր մի հատ կետ կա, որին միշտ պետք է վերադառնալ, այդ հարգանքն է։ Եթե դա չլինի, ոչ մի փոփոխություն չի լինի։ Բայց ինչ հարգանքի մասին է խոսքը, եթե դուք ասում եք, որ ինքը տոքսիկ է եւ վերջ ու գոյություն չունի ձեր համար։ Իսկ ինչ էր ինքը տոքսիկ։ Որտեվ ընդամենը ձեզ ասել է, որ ուրիշ բան է։ Մի քիչ չաղացել եք։ Չէ, ուրիշ քանի անգամ ասել ու ինչ 100 անգամ։ Վերադարձեք դրան։ Ամեն առավոտ։ Պոնչես, հա։ Իդեալական տարբերակում լավ կներ, որ մենք իսկապես 25 տարի անց հանդիպենք եւ տեսնենք թե ինչ է փոխվել ձեր գաղափարների մեջ, բայց ուղղակի ինձ թվում է, որ անիմաստ է ինչ որ պայքարել, չհանդուրժել, որովհետեւ սա կա եւ գոյություն ունի եւ ուզում ենք մենք թե չենք ուզում, սա կա։ Եվ ամենակարևորը որ բախումների մեջ ծնվի ինչ որ այն բաները, որոնք որ հավերժ կարող են մնալ։ Դա կլինի գիրք, երաժշտություն, ֆիլմ, մուլտֆիլմ, գաղափար, ինչ որ։ Դες ինչն է հետաքրքիր։ Այ որ ասած child free, ես ասեմ մենք եղել ենք child free։ Ուզում եմ նաև իմ փորձով կիսվել։ Ես մեր սերնդի համար էլի համարվում էի ոնց որ տենց ոչ անընդունելի, որովհետև ես child free էի, ես ավելի ազատատենչ էի, ես չէի ուզում էլի ընտանիքի այդպիսի տոքսիկ ասում էի, չէ, իրենք տոքսիկ են, ես իրանց հետ չեմ շփվել, ավելի ես ընկերների հետ շփվում։ Բայց ինչ որ մի տարիք է գալու ու դա վստահաբար ձեզ մոտել է լինելու, որ դուք սկսելու եք գնահատել, թեկուզ այդ տոքսիկ ձեր բարեկամներին, իրենց հետ շփումը, հետո հասկանալու եք, որ այ ինչ լավ բան է երեխեն, ինչի ես շատ չունեցա, այս խելքս այն ժամանակին է։ Այդ փուլը անպայման գալու է։ Ու նաև հիմա ինձ թվում է նաև մեր սերնդի առաքելությունն են ասել, որ
դուք հիմա ինչու խենթություններ արեք, որովհետև ցանկացած սերունդ, որը գալիս է, ինքը գալիս է այն առաքելությամբ ու մտքով, ասում է ես ավելի լավն եմ։ Գժվեք, բայց ես փոխել եմ։ Եթե այդ չգա, ու ինքը երիտասարդ չի, ուրեմն ինքը արդեն պարաված սերունդ է, ինքը պիտի հենց այդ տենց գա, որ փոխի աշխարհը, շատ լավ, այդ շատ օքեյ է։ Բայց մեր առաքելությունն է ձեզ ասելով, որ դուք էլ եք գալու ինչ որ մի կետի, որ այդ հավերժական, այդ արժեքները ինչ որ ձեզ համար շատ կարևոր է լինելու, ու դա գալու է ինչ որ տարիքի հետ մի իմաստության փուլից գալու է դա նորմալ է, ու ես շատ ուրախ եմ, որ դուք կաք, ես ինձ ասում եմ, իմ ջենզիկները շատ սիրում եմ, շատ հետաքրքիր կրեատիվ սերունդ եք, արեք ձեր խենթությունները, բայց հիշեք, որ հետո գալու եք պոնչին կարոտեք։ Շնորհակալություն այս զրույցի համար, ավել պակաս տոքսիկ բաների համար է կներեք, մենք փորձել ենք յուրաքանչյուրս այո արտահայտվենք, քանի որ ապրում ենք ազատ անկախ երկրում եւ իրավունք ունենք ազատ արտահայտվելու եւ խնդրում եմ թե Gen Z-ին, թե Gen Alpha-ն չմոռանալ, որ այդ ազատությունը մենք ենք ձեզ տվել, ու պետք չի մեզ ասել, որ դուք ոչինչ չեք արել, այ մենք ամեն ինչ արեցինք դատարկ տեղում ոչինչ չի լինում։ Չմոռանանք, որ մենք իրավունք ունենք գրկելու մեր երեխաներին։ Մեկ փողեր գրկենք։ Շնորհակալություն, այսքանը կհանդիպենք Monk 3-ի YouTube-յան ալիքում։ Վերջ, ապրեք։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։